Աստեղ մի կտոր խաշլամա հոտենք ու գնանք։ Ես մարտիրոսի գառա, շատ համով։ Ես արև իսա համով այր հոզորով չի։ Լսեք, նայեք։ Դիտեք, ուշադիր դիտեք։ Հավոս կորուր տնենք։ Ես ինչ համով ա։ Ես ոնց հայպած, ուղակի լծրած խաշացա, մեջ ինչ է կծել։ Թքել են մեջը։ Մեջ ինչ է կծել ժով։ Որիր ոչ շիբան, հաստար։ Կարող է գաղտնիք ունեք չէ, հաստատ, մենակ ա։ Պարոն վարչապետ, պանիրը կեր։ Պանիրը համով ա։ Մենակ աղով ես կան համով կլներ։ Ժողովուրդ, սա մեկնաբանության կարիք կա, պետք է մի բան ասեմ, ինչ որ ասեմ, նայեք ստեղ, նայեք սրան, նայեք նրան, թե որ դուք այսքանը որ նայում եք, ձեզ արդեն բավական է, լսում եք։ Հիմի դուխով մարդկանց ասեմ, որ գան ձեր գյուղ խաշլամաուտ, սենց համով ալներով։ Ուրեմն վայոտ ձոր 70,000 դրամով եկեք 30 հոգով։ Սենց լավ քեֆ կանեք 70,000 դրամով 30 հոգ եկեք։ Խաշլամեն չի կերել, ինքը խաշլամա չի կերել։ Միակ բանը որ կուզեմ ուշադրություն դարձնեք, թիկնապահները շղթայով փակել են, որ հասարակ մահկանացուները այն հոտը չգա խանգար, էլի թողեն իրանք իրանցով, ինքը Պապիկյանը բանով էլի քպայականներով բանով տեղի գեղապետով, տեղի մարզպետով բանով իրանց համար ուտեն, էլի չգա խանգարեն, այլը պատնեշը ոնց են կապե։ Վերականգնենք։ Սոված են էլի։ Վերականգնենք ճանապարհներ սարքենք Լսեք, ես գիտեմ, որ այդքան էլ լավ չի, սենց մնալ և շարունակել ուտել այն էլ տեսախցիկներ դիմաց, բայց այնքան համով ա ես չեմ կարա այս հնարավորությունը բաց թողել։ Շատ համով ա, ասմա աղ են, կծե ու վսյո։ Պապս ասում էր սովածի փորը չպիտի կշտանա, չնայած դրա երկրորդ կողմն էլ կա, ասում է վայ որ սովածի փորը կշտացավ, աշկը մեկա կուշ չի լինելու։ Կամած գաղտնիքները բաց, ասինքը ջուրը քիչ, ասինքը կացայի ինչքանը 1/3-ը ջուրերի, թե դրա համար մենք գաղներին դուրս անելուց առաջ պետք է ինստրուկցիա տանք, թե իրանք որ խոտը ուտեն։ Չէ, նայել արդեն խորովածի գարա Հա, հասկացա, սա խաշլամայի գաղթա։ Այս մարդուն երկար լսել, դիտել հնարավոր չի։ Ես պարզապես զարմանում եմ, թե ինչպես են մարդիկ սրան հավատում, սրա հետևից գնում, սրանով երթվում։ 8 տարի ինչ արհավիկ ասեց, որ չի բերել հայ ժողովրդի գլխին։ Բոլոր ստեր աշխարհի հայ ժողովրդի հետ կապված պատմության հետ ինքը կերտելա, ստեղծելա, ասելա։ Այս բացատրեմ, հիմա ես խնդիր ունեմ, որ այս ու եթերի արդյունքում լիքը մարդ գա, մարտիրոս, գար առնի, պանիր առնի, լավաշ առնի 70,000 դրամով, 70,000 դրամով, ասում է 30 հոգով եկեք, ստեղ լավ քեֆ կանեք, 70,000 դրամով։ 15 կիլո գար է նշանակում է, որ մի կիլոն 4,000-ից ներքև ընդհանրապես։ Առաջ խոսում էր
այն առաջի տարիները Հայաստանի ձեռքբերումների մասին 150-200 նստում էր եւ այլ, ես ասեմ, որ նորից հիշեցնեմ, ես եղել եմ մարդկանցից մեկը, որ իրան աջակցել է երկար տարիներ, երբ որ ինքը սկսել է քայլել, գումար եմ ուղարկել Արայիկ Հարությունյանին, թող իր ցուցակներում նայի Արմեն Պողոսյան անունը կա։ Այն որ ասում եք, ինչ ես արել երկրի համար, Նիկոլի քայլուց հավատացել եմ, փող եմ տվել։ Հլետի 100-ից մեկն է, որ տվել եմ, իմ երեխեքի բերանից կտրել եմ, կտրում եմ ու տալիս եմ։ Տարբեր կազմակերպություններին, հիմա ավելի խելոք ձևով, սենց թափթփուկների փող չեմ տալիս հիմա։ Հիմա գումար տալիս եմ զինվորների վերականգնողական կենտրոնին, կարիքավոր ընտանիքներին, իմ ծանոթներին, իմ հարազատներին։ 30 հոգով կարճ ասած հավաքվում եք։ Բայց խոսքը իմ մասին չի, խոսքը ձեր մասին է։ Ես Միացյալ Նահանգների քաղաքացի եմ։ Ես փորձել եմ վերականգնել իմ Հայաստանի քաղաքացիությունը, մերժել են, կաշառք են ուզել, կաշառքը չեմ տվել, պետականորեն մուծվածս գումարներն էլ հետ չեն տվել, գնացեք կորելա։ Իմ երեխաներն էլ են քաղաքացի Միացյալ Նահանգների։ Մենք շատ բարեհաջող, բարեկեցիկ ձևով ստեղ ապրում ենք, հələ կարանք շարունակենք ապրել։ Դուք եք այդտեղ ապրելու։ Չնայած ձեր ճնշող մեծամասնությունը ամեն տարի փորձ անում գրին քար շահի փախնի, ու հիմա կսկսեք քարկոծել նորից հայհոյել, ինչ ես արել, փախել ես, դավաճանել ես, նոր ասեցի ինչ եմ արել։ Բայց գրին քարտ էլ չի լինել, ունեց որ մնալու եք ու ապրելու եք։ Ու ճիշտ ընտրություն կատարեք, որ ապրեք բարեկեցիկ երկրում։ Թուրքի հպատակը չլնեք։ Մենք մատնանշում ենք հիմնականում Սուտի ատելությունա քարոզում ռուսի նկատմամբ, սուտի ինքը գնում շաբաթը մեկ էթում են Մոսկվա ներկայանում գալիս են, հապկի անդամ են, ամբողջ Հայաստանի արտադրանքը Ռուսաստանում վաճառվում է, Հայաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Իրանի սահմանը ռուսական զինվորը պահում է, էլ չեմ էլ ասում Ռուսաստանից ինչքան օգնություն է գալիս, որ ուտեք, դուք Հայաստանում գտնվողները, էլի սուտի բաներ անում, խափում է ձեզ, խափում է, հարցը Ռուսն ու Եվրոպան չի, չեք ուզում Ռուսի հետ, Ադրբեջանի Թուրքի տակ ամացնում, իրա սուտ խոսալով ստախոսություն։ Տուրիզմի առումով լուրջ չբացա։ Նայեք, 5 հատ կուսակցություն է փոխել, 5 հատ, կնիկն էլ հանքեր ունի, կնոջ անունով, Զոնքաչի անունով հանքեր ունեն, վաղը, եթե Սամվել Կարապետյանը հաղթի, գնալու է Սամվել Կարապետյանին միանա, ու իմ զարմանքը, այս սովածը չի, այս տգետ գեղացին չի անգրագետ, այս տեղական բնակիչներն են, ես երկար տարիներ աշխատել եմ Սյունիքում, դասավանդել եմ տարբեր դպրոցներում, աշխատել եմ նաև Անգեղակոտ գյուղում, որտեղ ինքը 2 օր առաջ ինքն էր։ Անգեղակոտում ես ունեի աշակերտներ, որոնք զոհվեցին Արցախում։ Ես զարմանում եմ անգեղակոտցիների եւ սիսյանցիների վրա, որ այս տխմարին երեխեքին ձեր տանում եք, ձեր երեխեքի նկարը փչացնում եք սրա հետ նկարելու համար, ու որ ես եկեք կանգնելա մերժումը ձեր շիրիմները, ձեր պատմությունը, ձեր եկեղեցին, ձեր հոգևոր արժեքները, ձեր Մասիսարը, ձեր Արցախյան ազատամարտը, մեկը չկա մի հատ այն սա բանը անգեղակոթու քաքու թրիկ էր, մի հատ արեք չպստեք ես սովածի ճակատին։ Անեց որ շատ խմբակներ, շատ կուսակցություններ են մասնակցում ընտրություններին, նայեք մեջներից ով է ամենակրթվածը, ամենագրագետը, ամենապրոֆեսիոնալը, երբեք չթաթախված որևէ քաղաքական սկանդալի, կաշառակերության, կողության, կոռուպցիայի մեջ եւ ձայնը տվեք այդ ուժին։ Մտածեք ձեր մասին, ձեր երեխաների մասին, մեր երկրի մասին, մեր երկրի ապագայի մասին։ Սա է ուզում ասել։ Ամենայն բարիքներ բոլորիդ։